Պարոն Բլեյան, երեք ամբողջ գիշեր Մերձավոր Արևելքում բավականին թեժ էր, այսօր առավոտյան սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնության են եկել 12-օրյա պատերազմի ավարտի շուրջ։ Ըստ ձեզ սա երկար կպահպանվի եւ ինչ զարգացումների ականատես կլինենք։ Ես հույս ունեմ, որ դա երկար կպահպանվի, ես ուզում եմ շնորհավորել իսրայելցիներին եւ իրանցիներին, որ իրենք կարողացան գալ խաղաղության, շատ կարեւոր է, որ մեր տարածաշրջանում լինի խաղաղություն, շատ կարեւոր է, որպեսզի Իրանը համագործակցող երկիր լինի արևմուտքի հետ, մեր համար շատ կարևոր է, որպեսզի հնարավորության դեպքում ի վերջո ստորագրեն այդ միջուկային նոր գործարքը Միացյալ Նահանգների միջնորդությամբ եւ Իրանը, Իրանի շուկան, Իրանի տնտեսությունը բացվի տարածաշրջանի համար, աշխարհի համար բացվի, մեր հիմնական կախվածությունները, որ ունենք Ռուսաստանից, դա շուկան է, էներգակիրներն են, տնտեսությունն է եւ այստեղ մի նոր հենց մեր հարևանությամբ եւ ընդ որում շատ բարեկամորեն տրամադրված եւ վստահելի հարևանությամբ մենք ունենանք նոր էներգակիրների եւ շուկայի եւ տնտեսության հնարավորություն, դա լուրջ դրական հետևանքներ կբերի Հայաստանի Հանրապետության համար նաեւ։ Եվ ի հեճուկս ընդդիմադիրների այն խմբակի, ովքեր օր ու գիշեր սպասում են, թե այս իրավիճակում Ադրբեջանը կօգտագործի հնարավորությունը, իհարկե կար մտավախություն, բայց իրենք ուզում են, որ այդ մտավախությունը դառնա իրականություն եւ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա, փորձելով կորզել այդ իրենց բաղձալի ռուս-ադրբեջանական համատեղ այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը, բայց դա տեղի չունեցավ եւ այստեղ էլ պետք է շնորհավորենք Հայաստանի գիտակից քաղաքացիներին եւ պետականամետ մարդկանց։ Մինչ մեր հարևան Իրանում պատերազմական գործողություններ էին ընթանում, Ստամբուլում հավաքվել են Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական խմբի հանձնաժողովի անդամները եւ մի հռչակագիր են ընդունել, որը մեր ԱԳՆ-ն դատապարտեց։ ԱԳՆ-ից կոչ են արել ԻՀԿ անդամ երկրներին հրաժարվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող նախաձեռնություններից։ Ես կխնդրեմ նաեւ ձեր մեկնաբանությունը այս մասով։ Իրապես դատապարտելի հռչակագիր են իրենք ընդունել, ես ուսումնասիրել եմ, այնտեղ կոնսենսուսով են ընդունում նմանատիպ դեկլարացիաները եւ այդտեղ մենք պետք է իմանանք, որ Իրանը նույնպես մաս է կազմում այդ կազմակերպությանը, ոչ միայն Եգիպտոսը, Ալբանիան, այսինքն երկրներ, ումից մենք կարող ենք ակնկալել, որ իրենք չեն գնա նմանատիպ պրովոկատիվ գործողությունների, այստեղ նաև պետք է հասկանանք, որ նույն հռչակագրում դատապարտվում էր Իսրայելի հարձակումը Իրանի վրա եւ Ադրբեջանը փաստորեն համաձայն է եղել դրան, իսկ հաշվի առնելով Ադրբեջանի դաշնակցային գրեթե հարաբերություններն Իսրայելի հետ, կարելի է ենթադրել, որ այստեղ կոնսենսուս է եղել, որ դուք համաձայնում եք մեր առաջարկածին, մենք էլ կհամաձայնենք ձեր առաջարկածին, միգուցե այդ է պատճառը եղել, որ Իրանը ստիպված համաձայնել է այդ հակահայկական կարելի ասել հռչակագրին, բայց դա գետնի վրա չփոխող դեկլարացիա է, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դիվանագիտական ճանապարհով փորձում է առաջ տանել իրենց այդ երկար տարիներ մենք ենք խոսում Արևմտյան Հայաստանից, մենք չենք մտածում, թե որքան ցավալի միգուցե դա հնչի Թուրքիայի համար, եւ այժմ մենք լսում ենք Արևմտյան Ադրբեջան եւ մենք զգում ենք այն ցավը եւ հասկանում ենք, թե որքան անընդունելի է, նույնիսկ եթե դա պատմականորեն մեր տարածքն է, բայց որքան անընդունելի է նմանատիպ ձևակերպումներ օգտագործել միջազգայինորեն ճանաչված երկրի տարածքի նկատմամբ։ Այստեղ նաև մենք պետք է հետևություններ անենք եւ հասկանանք, որ այն Հայաստանի Հանրապետությունը, որը մենք ժառանգեցինք Խորհրդային Միությունից, դա այն է, ինչ այսօր մենք հնարավորություն ունենք պահպանելու։ Եթե հետագայում փոփոխություններ տեղի ունենան աշխարհակաղակական, լուրջ փոփոխություններ տեղի ունենան եւ դերակատարները ցանկություն ունենան եւ համաձայն լինեն, որ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է լայնանա, այդ ժամանակ մենք կարող ենք արդեն խորհրդակցել, քննարկել, խոսել, բայց այս պարագայում թե Արևմտյան Հայաստանը, թե Արևմտյան Ադրբեջանը պետք է նույն կերպ ուրեմն անընդունելի լինեն, որքան էլ որ դա ցավոտ միգուցե հնչի։ Խոսենք նաև Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, գիտեք տևական ժամանակ որոշ հոգևորականներ եւ իշխանություն փոխհրաձգություններ ընթանում, հիմա էլ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, ավելի թեժացավ իրավիճակը, Կտրիչ Ներսիսյանը փորձում է պաշտպանել Սամվել Կարապետյանին, նայել Կտրիչ Ներսիսյանին, ի վերջո սա ինչի կհանգեցնի, մանավանդ որ տեսնում ենք, թե հետքը դեպի ուր է գնում։ Հետքերը գնում են դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան, ես այստեղ ամենակարևոր շեշտադրումը պետք է անեն, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացվելու է, ազգայնացվելու է, վերադարձվելու է ժողովրդին
մենք գիտենք, որ դրանից առաջ հիշում եք այդ Էլեկտրիկ Երևանի դեպքերը, դրանից առաջ այն պատկանում էր ամբողջությամբ Ռուսաստանին, Բիբինն էր գլխավոր տնօրենը եւ այդ Էլեկտրիկ Երևանի պրոցեսների արդյունքում այն վաճառվեց ավելի շուտ տեղափոխություն եղավ Բիբինից դեպի Սամվել Կարապետյան, բայց այն հանգամանքը, որ նա կրում է հայկական անուն եւ ազգանուն, դա չի նշանակում, որ դա պատկանում է հայերին, որովհետեւ Սամվել Կարապետյանը ամբողջությամբ ռուսական պրոյեկտ է, ոտքից գլուխ։ Ինչպիսին օրինակ, որքան Մարգարետա Սիմոնյանն է հայ, նույնքան հայ է Սամվել Կարապետյանը։ Սա պետք է հստակեցնենք եւ չխաբթվենք եւ չմտածենք, որ սա բիզնեսի հանդեպ հարձակում է, հակառակը։ Դրանով մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանի Հանրապետություն բիզնեսը պետք է գործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի։ Իսկ ինչ կախված է Կտրիչ Ներսիսյանի ի վերջո, գիտեք, մի կողմ դնենք, ենթադրենք այն փաստարկը, որ իշխանությունն է պահանջում, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հավատավոր ունի այդ իրավունքը, այդ հարցադրումը տալու, ընդ որում հոգեվորականները իրենց հերթին ունեն այդ իրավունքը, այդ հարցադրումը տալու իրենց գերագույն հրամանատարին, կաթողիկոսին, թե ի վերջո նա խախտել է կուսակորոնության ուխտը, թե ոչ։ Եվ ընդհանրապես այստեղ կա երկու պատասխան՝ այո կամ ոչ։ Փաստ է, որ այո է եղել, միգուցե մեկ անգամ չէ, մի քանի անգամ է եղել եւ դրան պետք է լինեն հետևանքներ, իսկ հետևանքները մեզ պետք են վազգեն վեհապարի նման մի նոր վեհապար։ Դա միանշանակ։ Եվ քանի որ շատ էր խոսվում, որ վերջին շրջանում տեղի ունեցող այս բոլոր շարժումների թաքնված մասում Ռուսաստանն էր երևում, հա, նրա պոչն էր երևում, հիմա վերջինը Սամվել Կարապետյանն է, եկեղեցին թե էլի կտեսնենք այլ ովքեր կան, այսինքն եկեղեցին չի հոգեվորական։ Դե պետք է հարցնենք Սերգեյ Կիրիենկոին, ով նախկին վարչապետ է Ռուսաստանի եւ վերջերս նշանակվել է որպես կուրատոր Հայաստանի Հանրապետության գծով։ Այդ պաշտոնը նա ստանձնել է թերևս մինչև 2026 թվականի հունիսի Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները, դրանից հետո միգուցե փոփոխություններ լինեն եւ նա նպատակ ունի այստեղ կամ փոխել իշխանությունը եւ դարձնել կրեմլահպատակ մի իշխանություն, կամ ունենալ նույն այդ կրեմլահպատակ ազգային ժողովում ընդդիմություն, այսինքն կա պլան A, կա պլան B եւ նա փորձում է օգտագործել թե եկեղեցին, որը նույնպես ռուսական է եւ մեր հայկական եկեղեցին պետք է ապա ռուսականացվի, որովհետեւ Գարգին B կաթողիկոսը քանիցս թե իր եղբայրը ցուցադրել են, որ իրենք սպասարկում են Ռուսաստանի Դաշնության շահերը։ Ես միգուցե Սամվել Կարապետյանից հետո մի այլ հերետանիներ փորձի Ռուսաստանն իջեցնել որպես դեսանտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։ Բայց Սամվել Կարապետյանի կալանավորումը դաս չի լինի բոլոր նրանց, ովքեր նույնիսկ մտքում կամ ցանկություն ունեն գալ այստեղ իրենց արևին փրկիչ դառնալ։ Դա դաս կլինի, բայց կալանքը դա խափանման միջոց է, կա 2 ամիս, հարցը թե այն կերկարաձգվի թե ոչ։ Ի վերջո սա երկար process է լինելու։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը շատ ու շատ այլ մեղքեր գործած կա, տնտեսական հանցագործություններ, որովհետև անհնար է, որպեսզի դու Ռուսաստանում դառնաս միլիարդատեր եւ օրինական ճանապարհով հասնես այդ ճանապարհին։ Եվ հաշվի առնելով այն սերտ կապերը, որ Սամվել Կարապետյանն ունեցել է 2-րդ եւ 3-րդ նախագահների հետ, եւ այն համատեղ գործունեությունը, որ իրենք ծավալել են Հայաստանի Հանրապետությունում, վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում նույնպես նա ունի տնտեսական հանցագործություններ գործած իրողություններ եւ հետեւաբար մեր իրավապահ համակարգը պետք է գնա եւ հարստացնի այդ кейսը ընդդեմ Սամվել Կարապետյանի, որպեսզի նաեւ մնացած բոլորի համար պետք է դաս լինի, որ կապ չունի դու ունես $1 միլիոն թե մի քանի միլիարդ դոլար, օրենքի առջև բոլորը հավասար են եւ դու չես կարող գալ եւ պարտադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա այլ երկրի, ցանկացած այլ երկրի ազգային շահերը, նամանավանդ որ իրենց այդ ազգային այդ պետական շահերը հակասում են Հայաստանի Հանրապետության կենսական շահերին։ Սամվել Կարապետյանը իր փաստաբանների միջոցով պարբերաբար այսպես նամակագրության մեջ է ինչ որ հայտարարություններ է տարածում, դրանցից մեկը մի քանի օր առաջ հրապարակվել է, որ նա հայտարարել է. մեր արժանապատվությունն ու արդարադատությունը շուտով վերականգնվելու է, որն է ձեզ նրա պատկերացրած արժանապատվությունը, նրա պատկերացրած արդարադատությունը, երբ որ դա ասում է մի մարդ, որ երկրում Ռուսաստանում ընդհանրապես ոչ պատերազմի պաստառի համար կանանց տանում էին ոստիկանության բաժին։ Իրենց արժանապատվությունը ոչ ինչ որ արժանիք իրենց ներկայացնում, ոչ էլ պատիվ, իրենց արժանապատվությունը դա Հայաստանի Հանրապետությունը կեղեքելու մեջ է հիմնված։
եւ տարիներ շարունակ դա այդպես է եղել։ Իրենք կեղեքել են ռուս ժողովրդին, իրենք կեղեքել են հայ ժողովրդին եւ իրենց այդ հանցակիցների հետ իրենք փորձում են շարունակել նույն կեղեքելը, որը մի քանի տարի արդեն դադարել է եւ իրենք ունեն նաեւ նպատակ, որպեսզի Հայաստանի Հանրապետություն բերեն ռուսը հպատակ, Կրեմլը հպատակ իշխանություն։ Իսկ դա կնշանակի Հայաստանի Հանրապետության պետականության լուծարում։ Մենք պետք է հասկանանք, որ այն հանգամանքը, որ պատերազմն ավարտվում է Իրանում, Իսրայելում, դա չի նշանակում, որ այլ վտանգներ չկան, որտեղ հիմնական վտանգը էլի գտնվում է ռուս-ուկրաինական պատերազմում։ Ես շատ կուզեմ, որ Դոնալդ Թրամփի մոտ հաջողություն նաև գրանցվի այնտեղ։ Իդեպ շատ լավ կլիներ, որպեսզի Դոնալդ Թրամփը ի վերջո իր ուշադրությունը սևեռի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա, նամանավանդ որ մի քանի անգամ ակնարկներ են եղել Մարկո Ռուբիոյի, Ուիտկոֆի եւ մնացածների կողմից, Դոնալդ Թրամփի շնորհավորական նամակների մեջ էր դա նաև շեշտադրվում եւ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարածաշրջանը, այս հարավային Կովկասը շատ կարեւոր է դառնում եւ ել ավելի կդառնա լոգիստիկ առումով, շատ կարևոր է, որպեսզի ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը գան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որն իր հերթին կբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը, հայ-ադրբեջանական սահմանի բացմանը, նոր էներգակիր ստանող ուրեմն ենթակառուցվածքների կառուցմանը եւ գիտեք այդ միջին-միջանցքի տրամաբանությունը եւ կարևորությունը չի կորցել իր նշանակությունը, հակառակը ել ավելի է մեծացել եւ գրեթե բոլոր դերակատարները շահագրգռված են, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, որն իր հերթին կբերի նաեւ ուրեմն կապուղիների եւ լոգիստիկ ենթակառուցվածքների հիմնմանը։ Եվ խնդրեմ ասեք, ինչի էին հրճվում որոշ ընդդիմադիրներ Հայաստանի ներսում, երբ Իրանում այդ պատերազմական գործողություններն են։ Ի՞նչն է դրանց այդքան ուրախացրել։ Իրենք ակնկալում էին, որ դրանով Ադրբեջանը կարտ բլանշ կստանա, որ իր տարածքը տրամադրելով Իսրայելին, Իրանի դեմ, նա դրա փոխարեն կարող է կարտ բլանշ ստանա արևմուտքից, մասնավորապես Վաշինգտոնից, որ նա դրա դիմաց կարող է հարձակվել եւ կորզել իր բաղձալի միջանցքը դեպի Նախիջևան, որը նա չստացավ եւ շատ լավ է որ չստացավ։ Մենք գիտենք նույն Ադրբեջանը քանիցս հրապարակայնորեն հերքել է, որ նա թույլ կտա, որ իր տարածքով որևէ հարձակում տեղ ունենա Իրանի նկատմամբ, չգիտեմ թե որքանով է դա գետնի վրա այդպես եղել, ժամանակը ցույց կտա, բայց համենայնդեպս նաև պատմությունը ցույց է տալիս, որ հարևանները շատ դժկամությամբ են իրենց տարածքը տրամադրում, որպեսզի քո հարևանի վրա հարձակում տեղի ունենա, որովհետև պատերազմն ավարտվում է, բայց հիշողությունները մնում են եւ հետագայում շատ մեծ խնդիրների են բախվում այն երկրները, որոնք թույլատրում են իրենց տարածքն օգտագործել այլ երկրի, հարևան երկրի նամանավանդ վրա հարձակում գործելու համար։ Այդ պատճառով կարծում եմ Ադրբեջանը ամեն կերպ փորձել է չխառնվել եւ չօժանդակել Իսրայելին, գոնե միգուցե այլ օժանդակություններ վստահաբար եղել են, տեղեկատվական ինֆորմացիա եւ այլն, գիտեք, մեծ ադրբեջանական բնակչություն կա Իրանում ապրող, որոնք շատ հեշտ կարող էին հավաքագրվել Մոսադի կողմից, բայց համենայնդեպս ուղիղ որպես պետություն, որ միջամտություն Ադրբեջանը հնարավորինս փորձել է հերու իրեն պահել եւ դա տրամաբանական է։ Բայց համենայնդեպս նորից պետք է շնորհավորեմ Իսրայելի եւ Իրանի ժողովուրդներին, որ են կարողացան գալ խաղաղության եւ հույս ունեմ, որ այդ խաղաղությունը տևական կլինի եւ հույս ունեմ, որ Իրանը կբացվի միջազգային շուկաների համար, այդ թվում Հայաստանի համար, որը ամբողջությամբ կփոխի տարածաշրջանը, Հայաստանը, Հայաստանի տեսակարար կշիռը կբարձրացնի եւ ել ավելի կմոտեցնի նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Շնորհակալություն։ Սիրով։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։